Շարունակվում է առավոտ լուսոն եւ այս հետաքրքիր ճամփորդությունից հետո անհավատալի կադրերից հետո ես հասկացա, որ Մանեն իսկապես ցանկություն ունի տեղափոխվել բնության գրկում կենդանիների հետ ապրելու, չէ՞ Մանեն։ Իհարկե, անտառում մի տունը չէր խանգարի, որտեղ կլինեն տարբեր կենդանիներ, բայց պետք է հիմա վերադառնանք իրականություն եւ խոսենք կրթության մասին, որովհետեւ մեր տաղավարում շատ խելացի երիտասարդներ են, որոնք ունեցել են մի գաղափար եւ դա դարձրել են իրականություն, ստեղծելով ֆիզիկայի աշխարհ կրթահամալիր կրթական ծրագիրը, որը գործում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում։ Ինչպես ծնվեց այս գաղափարը եւ ինչպես դարձավ իրականություն, կիմանանք հենց հիմա։ Իսկ ես ներկայացնեմ մեր հյուրերին։ Ֆիզիկայի աշխարհ կրթահամալիր կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Դավիթ Աբրահամյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ ֆիզիկայի աշխարհ կրթահամալիր կրթական ծրագրի թիմերի համակարգող Զեփյուր Աբրահամյան։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ օրը սկսեցիք մեզ հետ միասին եւ միանգամից պետք է հարցնենք, թե ինչպես ծնվեց այս գաղափարը, այս ծրագրի գաղափարը։ Երբ մի օր ընկերներով որոշեցինք հավաքվել, խոսել մեր մասնագիտությունից, ինչի ենք ընտրել այդ մասնագիտությունը, բոլորն ասացին այն մասնագիտությունները, որոնք հիմա արդեն են ծրագրավորում, դիզայն, գրաֆիկ դիզայներ, եւ այս շարքը կարող եմ թվարկել, ու միայն ես էի, որ ընտրել էի գիտության ճյուղը, ֆիզիկան, Երբ որ արդեն գնացի տուն, ինքս ինձ հարց տվեցի, ինչի մենակ ես, ինչի ընկերներս չեն ընտրել գիտության ճյուղը, ու որոշեցի, որ այս հարցին պետքա ինքս միայնակ տամ լուծում, ու որոշեցի ստեղծեմ մի կրթական ծրագիր, որտեղ մենք կհավաքվենք բոլորով, կքննարկենք այդ մեր մասնագիտությունները, որ մասնագիտությունը որից ինչով է ավել, ու մի օր հավաքվեցինք ու այսպեսի մի հարց տվեցի ընկերներից, այդ մասնագիտությունը, որը դուք որ ընտրել եք, կմտածեք, որ այդ մասնագիտությունը 10 տարի հետո չի լինի, նրանք այսպես զարմացած նայեցին իմ դեմքին, ասեցին ոնց, ասեցի օրինակ ծրագրավորումը չի լինելու մի քանի տարի հետո, ու այդպես սկսեցիք արդեն բոլորով խորանալ գիտության մեջ, մեր համայնքապետարանը մեզ տրամադրեց մի սենյակ, որտեղ մենք սկսեցինք հավաքվել, լուծել տարբեր ֆիզիկայի խնդիրներ, քիմիայի խնդիրներ, ու այդ խնդիրները լուծելու հետ մեկտեղ ստեղծեցինք նաև խնդիրներ, այդպես հիմնականում առաջացավ միտքը, որ միայն ընկերներս մեջ ես եմ ընտրել գիտության ճյուղը ու հիմա մի քանիսին մտափոխել եմ, տանում եմ այսպես իմ ճանապարհով ու իրանք էլ այսպես շատ ուրախացել են, չէին մտածի, որ ծրագրավորումը օրինակ 10 տարի հետո հնարավոր է չլինի այդ մասնագիտությունը ու մի քանիսի հիմա իմ հետ մեկտեղ ընտրել են գիտության ճյուղը, մասնավորապես ֆիզիկան։ Այո, այս գիտությունը մնայուն է։ Եվ ամեն ինչի հիմքը։ Զեփյուր, դուք ինչ մասնագիտություն ունեք եւ ինչպես միացաք այս թիմին։ Եղբայրս որ որոշեց այդպիսի մասնագիտությամբ զբաղվել, խորացավ ֆիզիկայի միջև, ես ուրիշ մասնագիտություն էի ուզում, դեռ չեմ կողմնորոշվել ինչ մասնագիտություն, բայց որոշեցի եղբայրս օգնասինեմ եւ թիմերի համակարգող։ Հիանալի է։ Սկսենք ամենասկզբից, որ ինձ զարմացրեց, կա on-line գրադարան։ Ինչ է իրենց ենթադրում ձեր on-line գրադարանը։ Մենք ունենք մի հատ մեծ գրադարան, որտեղ մասնավորապես իրենց տեղը գտել են գիտական գրքերը։ Ունենք շատ գրքեր, դրանք կլինեն թե խնդրագրքեր, թե գրական գրքեր, ու երբ որ որևէ մասնակից ցանկանում է ինչ-որ մի գիրք կարտալ, գիտական առումով կամ տարապես մի գիրք կարտա ու այդ գիրքը չունի, մենք ունենք on-line հայտադիմում, մասնակիցը լրացնում է տվյալ հայտադիմումը, մեր թիմը որքան հնարավոր է շուտ կապվում է իր հետ, ստանում ենք անհրաժեշտ տվյալները եւ իր ցանկացած գիրքն ուղարկում ենք իրեն։ Ու այսպեսի մի բան կա, որը ճիշտ ասած հզոր միտք հասարակական կազմակերպության միտքն է, որը գողացել ենք, այն մասնակիցը, ով վերցնում է գիրքը, դա մնում է իր մոտ։ Ու երբ որ հաջորդ մասնակիցն է ուզում տվյալ գիրքը, մենք հետ չենք վերցնում նորից ուղարկում։ Մենք այն մասնակցի թույլտվությամբ տվյալները փոխանցում ենք մյուս մասնակցին ու իրանք իրար փոխանցում են գիրքը։ Ընթացքում ստացվում է մի գիրք, մի ընկեր մարզում։ Սա իսկապես հրաշալի է, նույնիսկ այդ որ հորինել եք, այսպես ասեմ, կարող են մտնել, լրացնել, գրանցվել, վերցնել, ծանոթանալ, սա իսկապես եմ ասում, շատ հրաշալի գաղափար է։ Նաև կան մրցույթներ, այ մրցույթների մասին խոսենք։ Մրցույթները մեծամասամբ լինում են անվճար։ Մրցույթները չեն լինում քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության վերաբերյալ, այլ լինում են միայն ու միայն ֆիզիկայի վերաբերյալ, 7-ից 12-րդ դասարանցիների համար է նախատեսված։
լինում են մարդիկ, ովքեր ցանկանում են միանալ մեր մրցույթին եւ հովանավորում են, որպեսզի մասնակիցներին տանք նվերներ։ Օրինակ, առաջին մրցույթը երբ կազմակերպեցինք, դա անվճար էր ու ունենք 30 մասնակից, ովքեր որ մասնակցեցին, հաղթող մասնակիցները ստացան գրքեր, շնորհակալագրեր, անլարական ճակալներ եւ խելացի ժամացույցներ։ Հիմա պլանավորում ենք անել երրորդ մրցույթը, որտեղ արդեն մենք կենտրոնացել ենք Արագածոտնի վրա, բայց արդեն այդ մեր մրցույթին կլինեն Հայաստանի բոլոր մարզեր՝ Տավուշ, Վայոց ձոր, Արագածոտ, որ այսպես մի հատ մեծ մրցույթ ստանանք։ Մարզերի միջև եք ընկերական հարաբերություններ ձևավորում։ Իսկ միջոցառումները, որ երամսյակը մեկ կազմակերպում եք, կրկին տարբեր մարզերից են ներգրավված երիտասարդներ ու պատանիներ, թե միայն ձեր մարզի ու ձեր գյուղից։ Միջոցառումները, ասեմ, միջոցառումները հնարավոր է 3 ամիսը մեկ չանենք, մեկ 6 ամիսը մեկ անենք, բայց անելուց անում ենք մի հատ մեծ միջոցառում, իդեպ Արտից օգտվում նշեմ, որ մարտի 23-ին Աշտարակի մշակույթի պալատում կազմակերպել ենք մեծ գիտամշակութային միջոցառում։ Գիտության եւ մշակույթի վերաբերյալ լինելու, ունենալու ենք հյուրեր գիտության եւ մշակույթի ոլորտից, խոսելու ենք գիտությունից, մշակույթից, ունենալու ենք մոտ 300-ից 400 մասնակից, բայց այս անգամ արդեն միայն Արագածոտնի մարզից, քանի որ Վայոց ձորից չեն կարողանա գալ հասնել Աշտարակի մշակույթի պալատ ու հրավիրում ենք դպրոցներին, քանի որ մեր ծրագիրը կրթական է, դրա համար ենք կենտրոնացել այսպես դպրոցների վրա։ Այցեր ենք կատարում դպրոցներ, թիմեր ենք ձևավորում ու քանի որ հիմա միայն աշխատում ենք Արագածոտնի վրա, մյուս մարզերը այսպես կոպիտ ասած չեն կանտեսում, մյուս մարզերի մեր ընկերների հետ կապ ենք հաստատում, այնտեղ ենք թիմ ձևավորում, որ օրերից մի օր գնանք մյուս մարզեր, այնտեղ իմանանք, որ թիմ ունենք ու այստեղ զրոյից սկսենք արդեն հիմք լինի։ Եվ ինչպես կարող են մասնակիցը դառնալ մարտի 23-ին սպասվող միջոցառմանը։ Ասեք մեկ։ Գրանցումով։ Որտեղ, ինչպես։ Մարտի 23-ի միջոցառմանը մենք հրավիրել ենք Արագածոտնի մարզի բոլոր դպրոցներին, բայց եթե կան մասնակիցներ, աշակերտներ, ովքեր ցանկանում են եւս մասնակցել, մենք ունենք հղում, էլի գրանցման հղումա, որը կա մեր Facebook-յան խմբում, մուտք գործելով հղումով գրանցվում են, մենք իրենց ուղարկում ենք կամ իրենց անհատական կոդը կամ QR կոդը, որպեսզի կարողանան մասնակցել։ Ինչի համար այդ անհատական կոդերը QR կոդերը, քանի որ նշեցի, որ հրավիրում ենք միայն դպրոցներին եւ քանի որ մասնակիցներն ուզում են միանալ, այսպես որպեսզի անախորժություն չլինի, դրա համար տալիս ենք իրենց QR կոդը, մուտքի մոտ ունենում ենք մեր թիպը, որ թիպը սկանավորում է, եթե QR կոդը այսպես ճիշտ եղավ, համընկավ, ապա այդ մասնակցին մեծ սիրով մենք ընդունում ենք մեր միջոցառմանը։ Հիանալի է։ Շնորհակալ ենք անչափ այս գաղափարը իրականություն դարձնելու համար եւ ձեր համայնքը զարգացման եւս մեկ ծրագրով համալրելու, հուսանք, որ բոլոր մարզերում ձեզ նման երիտասարդներ կգտնվեն, որ գուցե նաեւ շարունակությունը լինի ոչ միայն ֆիզիկայի, այլ գիտության մյուս ճյուղերի ուղղվածությամբ եւ զարգանա ամեն մի գիտական ճյուղը ամեն մի մարզում, ըստ մարզի առանձնահատկության։ Այո, իսկապես ողջունելի է, թե ինչպես են մեր երիտասարդները կարողանում ինքնուրույն ահռելի այսպիսի մեծ աշխատանք իրականացնել։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Ամենակարևորը։ Մենք եւս շնորհակալ ենք, իսկ հիմա ժամանակն է, որ շարժվենք առաջ միասին։